Իրանից խոստացել են, որ կխփեն նաև ոչ միայն այդ տարածաշրջանի նավթային, գազային համալիրներին, որպեսզի այդտեղից մյուս պետությունները չկարողանան դեպի արևմուտք արտահանել իրենց նավթն ու գազը, դրանով իսկ հարվածելով եւ այդ պետությունների, որոնք Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, եւ արևմուտքին, Միացյալ Նահանգներին, նրանց տնտեսությանը, այլ նաեւ խոստացել են հարվածել ադրբեջանական նավթային եւ գազային ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ Բաքու-Ջեյհան գազատարին։ Իսկ հիմա Ռուսաստանը համաձայնվելու է Սյունիքի ոչնչացմանը, որ այդ ճանապարհով ենք մենք գնում, որտեղ Սյունիքը հայաթափվելու է, եթե այսպես գնաց։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանի հետ։ Պարոն Այվազյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերությունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Այվազյան, այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը կրկին Միացյալ Նահանգներում էր եւ մասնակցում էր Թրամփի կազմակերպած քաղաքական ֆորումին, ոչ պաշտոնական հանդիպումներ Ալիևի հետ եւ Թրամփի հետ զրույցներ տեսանք։ Եվ տպավորություն էր, որ բոլորը բավական գոհ են, խաղաղություն է տարածաշրջանում, միայն թե Հայաստանում որոշ շրջանակներ, որոնց Փաշինյանն անվանում է գործակալներ, դժգոհ են եւ գտնում են, որ խաղաղություն այդպես էլ չունենք։ Ինչու՞։ Շատ լավ առիթ է իդեպ քննարկելու համար խաղաղության կարգավիճակը Հայաստանում եւ Գազայում, որովհետեւ երկու տեղել ըստ Թրամփի ինքը խաղաղություն է բերել, չէ՞, բայց ոչ պաղեստինցիներն են գոհ այդ խաղաղությունից, ոչ էլ առանձնապես մենք ենք գոհ, նրանք ովքեր իրավիճակը մի քիչ լավ են պատկերացնում ավելի։ Երկրորդ հանդիպումն էր Գազայի այդ խաղաղության խորհրդի Գազայի գծով, ուրեմն երկրորդ հանդիպումն էր։ Պաղեստինցիների ներկայություն չկար, պաղեստինցիները ներկա են այդ խորհրդի կազմում ինչ-որ մի այսպես տեխնիկական հանձնաժողովի մեջ շատ ցածր մակարդակի վրա, այսինքն իրենց հարցն է լուծվում, բայց իրենք չկան, իրենց փոխարեն հարցերը լուծում են Իսրայելը եւ Իսրայելի դաշնակիցները։ Իսրայելը, որը կնքել է իբր զինադադար Համասի հետ, Հեզբոլայի հետ, Լիբանանի հետ զինադադար է կնքել, բայց գրեթե ամեն օր մարդ է սպանում եւ Գազայում եւ Լիբանանում։ Ամեն օր, օրինակ տեսեք, այո, շատ ուժեղ խաղաղություն է, տեսեք, ուրեմն 3 գիշեր 10-11 մարդ սպանվեց Լիբանանում, թեև զինադադար է կնքված 24 թվականից։ Եվ խաղաղություն է, այո։ Այո, դրանից առաջ էլ անընդհատ ռմբակոծում են։ Գազայում հոկտեմբերին էր զինադադարը կնքվել Համասի հետ։ Մինչև այսօր մոտավորապես 600 հոգի մարդ է սպանել Իսրայելը։ Հասկանում եք, ընդ որում դրանց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են։ Սա Թրամփի բերած խաղաղությունն է Գազայում։ Մի քիչ Գազայի մասին խոսեմ, հետո համեմատեմ մեր իրավիճակի հետ, որովհետեւ նման է այդ ամեն ինչը։ Այո, հիմա հանուն արդարության։ Տեսեք, այդ խաղաղության խորհրդում ովքեր են մասնակցում, ես ասեցի Իսրայելը եւ իր դաշնակիցները, Միացյալ Նահանգներն են, թուրքական պետություններն են, Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղստանը, Ուզբեկստանը, նախագաների մակարդակով Տոկաևը, Միրզիոևը այնտեղ էին։ Եվրոպայից ովքեր են մասնակցում, Իսրայելը իհարկե այնտեղ մասնակից է, Եվրոպայից ովքեր են։ Ֆրանսիան չկա առհասարակ, որևէ կերպ ներկա չէ, Շվեդիան որևէ կերպ ներկա չի, Իսպանիան որևէ կերպ ներկա չի, մնացած խոշոր պետությունները ներկա են դիտորդի կարգավիճակով, ոչ թե որպես անդամ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Եվրոպական միությունը նաև
մնացած ներկայ որպես դիտորդ։ Սա լրիվ ուրիշ կարգավիճակ է։ Իրանք անդամ չեն, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ այլն։ Անդամ չեն, բայց ինչու անդամ չեն, բայց դա ոնց պատահեց, որ այս պետություններն անդամ չեն։ Եվրոպայից անդամ են միայն ուրեմն Բուլղարիան, Կոսովոն, Ալբանիան եւ կարծեմ Հունգարիան։ Սա ինչի մասն է վկայում, պարոն Ավազյան։ Սա հենց վկայում է այն մասին, որ սա լուրջ մի միջազգային կազմակերպություն չէ, սա ընդհանրապես Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ նրանց ամենամտերիմ դաշնակից վասալների ուրեմն հավաքն է։ Այնտեղ ներկա են նաեւ մի շարք ուրիշ պետություններ, Ինդոնեզիան, ասենք թե եւ այլն, որոնք մեր տարածաշրջանից արդեն շատ հեռու են։ Ամենակարևորը պաղեստինցիների հարցը լուծում է առանց պաղեստինցիների։ Պաղեստինցիները չեն հավատում, որ այնտեղ իրենց համար խաղաղություն է բերվում։ Արդեն եղել են, չէ, հանդիպումներ, կայացել են, բա ուր է այդ խաղաղությունը։ Մի քանի օր առաջ էլ Գազայում հարվածներ եղան, էլի մարդիկ սպանվեցին։ Գումարի հարցը Թրամփը հայտարարել է, որ մոտ 9 պետություն խոստացել են միասին մոտ 9 միլիարդ դոլար հատկացնել։ Թե ինչի վրա կոնկրետ, երբ պետք է այդ գումարը ծախսվի, հայտնի չէ։ Ինքն էլ իր կողմից 10 միլիարդ է խոստացել, որ ամերիկյան պետությունը պետք է տա։ Բայց դա շատ քիչ է, նախ, եթե անգամ սկսի գործարկվել այդ ծրագիրը, որտեղ ՄԱԿ-ի հաշվարկներով մոտ 70 միլիարդ դոլար է պահանջվում այնտեղ վերակառուցելու համար այդ ավերակ դարձած տարածքը։ Ամենակարևորը անվտանգության հարցերը լուծված չեն։ Այնտեղ որոշել են, որ պիտի մտնեն մի քանի պետությունների զորքեր եւ ոստիկանություն, որպես կայունացնող ուժ։ Դրանք լինելու են Ղազախստանից, ոնց որ համաձայնվել են արդեն Ինդոնեզիայի, չգիտեմ, այսպիսի մի բաներ են լինելու։ Բայց հավանականությունը, որ այս թեկուզ այնինչ խոստացվել է, թեկուզ այնինչի վրա ստորագրել են, սկսի իրագործվել իր սցենարով, շատ ցածր է, շատ ցածր է։ Որտեւ Իսրայելը կանգ չի առնում։ Տեսեք, նույն բանը տեղի ունեցավ մեզ հետ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Ադրբեջանը կանգ չառավ։ Համաձայնագիրը կնքված էր, պետք է զորքերը կանգնած լինեին իրենց դիրքերում, ոչ, Ադրբեջանը անընդհատ առաջ գնաց, հետո շրջափակումը կազմակերպեց, փակեց Բերձորով տանող ճանապարհը դեպի Արցախ, ճնշումներ սկսեց եւ վերջնական հարվածը հասցրեց 2023 թվականի սեպտեմբերին։ Նույնը անում է Իսրայել, սրանք դաշնակիցներ են եւ իրենք իրար նայելով են անում եւ նաեւ ունեն նույն աջակիցները իդեմս Միացյալ Նահանգների, որոնք իրենց այդտեղ կուրացիա են անում նաեւ։ Ինչպես վարվել, ոնց վարվեն։ Եվ այս առումով մեզ ոչ մի լավ բան չի խոստանում այսպիսի կուրացիայով, այսպիսի ուրեմն ուղղորդմամբ եւ ղեկավարությամբ խաղաղությունը եւ տեսնում ենք, որ արդեն Սյունիքն է, Սյունիքի մի հատվածը, գոնե առնվազն, թեև դա էլ պարզ չէ, թե որ հատվածը որքանով ինչքան 99 տարով Հայաստանի ձեռքից խլում են։ Սա անընդհատ նենգափոխվում է այս իրավիճակը, Հայաստանի ձեռքից իր ինքնիշխան տարածքի փաստորեն վարձակալումն ու առգրավումը 99 տարով մեզ ներկայացվում է որպես ներդրումների հնարավորություն, որպես, չգիտեմ, շինարարության, ճանապարհների ինչ շահույթի մասին է խոսքը։ Շահույթ ենք ունենալու 26% մասնաբաժին ունենք, մաքսատուրքեր ենք ունենալու։ Բայց քո տարածքի վրա 26% մասնաբաժին ունենալը ո՞րն է։ Դա քո ռազմավարական նշանակության ճանապարհներն են։ Ռազմավարական նշանակության մի ճանապարհը Գորիս Կապանը, որը մեր միակ մայրուղին էր դեպի Իրան, հանձնվեց։ Հիմա հանձնվում են մյուս տարածքներ, այդ ճանապարհները ու հաղորդակցուղիները։ Եվ այնպիսի մի իրավիճակ է ստեղծվում, որ եթե հանկարծ Հայաստանը հետագայում փորձի հետ կանգնել, Ադրբեջանը կասի պայմանավորվածությունները խախտեցիր, ես պատերազմ եմ սկսում։ Բայց պայմանագիր դեռ չկա, իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չէ կարծես։ Եթե նույնիսկ խորհրդարան չի մտնում։ Այո,
դա իր հերթին կարևոր է, բայց եթե նույնիսկ լինի այդ պայմանագիրը, ստորագրված լինի Հայաստանի, Ադրբեջանի, չգիտեմ, Միացյալ Նահանգների եւ այլն, ոչինչ չի նշանակում, այդ պայմանագիրը հեշտությամբ կխախտի Ադրբեջանը։ Հասկանում եք, էս էլ պետք է հասկանալ, դուք ում եք ընդհանրապես վստահում այս գործընթացում Ադրբեջանին ինչու է վստահում, որ խոսքն է Ադրբեջանը մինչև այսօր պահել, մանավանդ որ բազմաթիվ պահանջներ ունի ներառյալ ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու պահանջը։ Այն որ Ալիևն ասում է թե հայ ղեկավարների դատավարությունը Բաքվում հավասարազոր է, դեռ ավելի ուրեմն մեծ է, քան Նյուրնբերգյան դատավարություններ, այդպիսի համեմատություն արեց, չէ՞, Մյունխենում վերջերս։ Սա ինչի մասին է վկայում, որ նա դիտում է Հայաստանը որպես ֆաշիստական պետություն, ինչպես եւ հայտարարել է։ Որ սա ֆաշիստական պետություն է եւ ֆաշիստական պետության վրա նա դատավարություն է իրականացնում այնտեղ Բաքվում, իսկ հետագայում ինչ էր Նյուրնբերգյան այդ դատավարության արդյունքն ինչպիսին էր։ Ոչ միայն մի քանի հոգու վրա դրվեց պատասխանատվություն, այլ այդ ժողովուրդների եւ պետությունների վրա դրվեց, ռեպարացիաներ վճարվեցին եւ այլն, հազար ու մի պահանջներ լրացուցիչ դրվեցին, նրանց արգելվեց այսինչը, այնինչը։ Եվ ճիշտ արվեց, որ այնտեղ արգելվեց Գերմանիայում, բայց այդտեղ հակառակ պատկերն է, այստեղ ֆաշիստական պետություններն են հաղթել արդարության համար, իր սեփական գոյության համար պայքարող ժողովրդին իրականացրել ցեղասպանություն եւ դեռ շարունակում են պահանջել այդ ժողովրդից լրացուցիչ զիջումներ նպատակ ունենալով պարզապես բնաջնջել այդ երկիրը եւ հայազերծել, հայերին էլ արտաքսել կամ ոչնչացնել։ Սա է նրանց նպատակը։ Այս պայմաններում ինչ խաղաղության մասին է խոսքը։ Թող նայեն մի հատ Գազային, ինչ իրավիճակ է, թող նայեն մի հատ Լիբանանին, ինչ իրավիճակ է, Իսրայելը ինչպես է իրեն պահում եւ հասկանան, թե Ադրբեջանը մեզ հետ ինչպես է պահելու։ Բոլոր տիպի համաձայնություններից, պայմանագրերից ու ամեն ինչից, ասենք, կնքելուց հետո այդ ամեն ինչը ժպտալուց, ձեռքերը սեղմելուց կապ չունի։ Պարոն Այվազյան, վերադառնալով խաղաղության խորհրդին, Թրամփը փորձում է ստեղծել իրենից այսպես խաղաղարարի շապիկ հագնել եւ խաղաղարարի PR կոմպանիա սկսել, այսպես ասած, սակայն մենք տեսնում ենք, որ Իրանի հետ խնդիրները ամենևին էլ չեն հարթվում, բանակցությունները կարծես թե արդյունք չեն տալիս եւ շատ փորձագետներ մտավախություններ են հնչեցնում, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ Միացյալ Նահանգները հարվածեն Իրանին, դուք ինչ կանխատեսում ունեք եւ սա ինչ հետևանքներ կունենա նախ եւ առաջ թերևս մեր Հայաստանի վրա։ Հավանականությունը, որ կհարվածեն, բավականին մեծ է, բայց 100%-անոց չէ, որովհետեւ տեսեք, ես մոտ 2 ամիս առաջ հունվարի սկզբից երբ հարցերն առաջացան, որ հիմա պետք է հարվածի, ես այն ժամանակ ասում էի, որ հիմա չի հարվածի։ Հետաձգվելու է այդ հարվածը գոնե առաջիկա ամիսներին։ Ինչու, որովհետև այդ ռազմական ներուժը չուներ Միացյալ Նահանգները, դեռ չէր կուտակել այս տարածաշրջանում։ Եթե հիշում եք հունվարի սկզբին ասացին, հետո էլի ասացին, մի քանի անգամ եւ այլն։ Սա նաեւ հոգեբանական ներազդեցություն գործելու միջոցներ են Իրանի պետության դեմ, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում Ամերիկայի նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելու եւ Իսրայելի ուրեմն նկատմամբ, որպեսզի մյուս պետություններն էլ վախենան Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից եւ չգործեն հակառակ նրանց շահերի։ Բայց հիմա արդեն իսկապես բավական մեծ քանակությամբ ուժեր են կուտակել Միացյալ Նահանգները տարածաշրջանում, երկրորդ ավիակիրն էր հենց այսօր կամ վաղը հասնելու մոտավորապես Սուեցի նեղուցին կամ կանցնի Սուեցի նեղուցով կգա մինչև Պարսից ծոց, դա էլ կտևի մոտ 1 շաբաթ կամ 10 օր, կամ գուցե չի էլ անցնի, կմնա Սիրիայի ափերի մոտ, այդտեղից կիրականացնի իր գործողությունները, թեկուզ Իսրայելի պաշտպանությունը հնարավոր իրանական հարվածից, հրթիռային հարվածներից։ Հնարավոր է, բայց
անգամ այդ մեծ ուժերով, որոնք կուտակել է Միացյալ Նահանգները տարածաշրջանում, դրանք երկու ավիակիր են, մի շարք նավեր նրանց ուղեկցող, տեղում մի քանի օդանավականներում եւ ռազմաբազաներում տեղակայված բազմաթիվ ուրեմն ռազմաօդանավեր են, այդ ուժը չի բավարարելու ամերիկացիների եւ իսրայելացիների նպատակներին հասնելու, ուրեմն խնդիրը չի լուծելու, հասկանում եք, որովհետեւ դարձյալ բավարար չէ, իրենք չեն կարող ցամաքային ներխուժում կատարել Իրան, բացառված է, չունեն այդ ուժերը, պարզապես չունեն։ Ամերիկայի ծովային հետևակը 200,000 մարդ է մոտավորապես, այդքան էլ չի գուցե։ Չաշ բանակել ունեն իհարկե, բայց այսօր այդ ներուժը չունեն, այսօր չունեն այն դաշնակիցները, որոնք իրենց հետ մասնակցեցին, օրինակ 2003 թվականին Իրաք ներխուժմանը, որ ավելի փոքր պետություն էր, մի քանի անգամ ավելի փոքր էր, քան Իրանը եւ շատ ավելի թուլացած էր, մոտավորապես 90 թվականից այդ ծանր պատժամիջոցների տակ էր, անդադարվածներ էին հասցվել, այնտեղ Իրաքի հյուսիսում եւ հարավում հայտարարված էր այսպես կոչված չթռնելու գոտի, որ իրավունք չունեին իրաքցիները այդտեղ ինքնաթիռներով իրենց գործողություններ կատարել կամ պարզապես նույնիսկ քաղաքացիական ավիացիան կարծեմ իրավունք չուներ թռնելու։ Իսկ Իրանի պարագայում Իրանը դեռ այդքան թուլացած չէ, մեկ, երկրորդը Իրանը շատ ավելի հզոր է այսօր եւ պետք է հասկանալ, որ այսօրվա պատերազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նոր սպառազինությունների ներդրումներով, հատկապես հրթիռային ուժերի եւ ԱԹՍ-ների, հարվածային ԱԹՍ-ների հայտնվելով լուրջ փոփոխություններ են կատարվում։ Օրինակ ավիակիրները ամերիկյան առաջ համարվում էին անխորտակելի հզոր այսպիսի նավեր, որոնց վրա 90 մոտավորապես օդանավ էր կարողանում տեղակայվել, այդտեղից հարվածներ հասցնել եւ այլ, բայց այսօր այդ հզոր ավիակիրները կարող են պարզապես խորտակվել 1-2 հրթիռային հարվածով, որովհետեւ այդ հրթիռները արդեն շատ ճշգրիտ են դարձել, ճշգրիտ են դարձել եւ այդ հեռահարությունը կարող է Իրանը ապահովել։ Սա մի խնդիր, այդ պատճառով էլ այն մի ավիակիրը, որ կանգնած է Իրանին ավելի մոտ, այդքան Պարսից ծոց չի մտել, Օմանի ծոցում էլ չէ, նույնիսկ մի քիչ ավելի հարավ է, մոտավորապես 1000 կիլոմետր հարավ է Իրանի սահմաններից։ Դա սահմանափակում է նաև ամերիկացիների հարձակողական հնարավորությունները, որովհետև այդ ինքնաթիռների թռչելու ժամանակը իրենք չեն կարող գալ, խորանալ, պետք է մոտենան եւ շուտ հետ գան։ Դա նշանակում է չեն շատ խորանալու Իրանի տարածքի մեջ։ Մանավանդ նաև որ Իրանը այսօր իր հակաօդային պաշտպանության միջոցները անցյալ տարվա հունիսյան պատերազմից 12-օրյա պատերազմից հետո ուժեղացրել է, գնել է Ռուսաստանից եւ Չինաստանից կարևոր միջոցներ, ինչպես հակաօդային հրթիռներ, այնպես էլ հրթիռային կայանքներ, այնպես էլ ռադարային միջոցներ շատ բարձր որակի, շատ բարձր մակարդակի, դրանք ինտեգրել է իր ընդհանուր պաշտպանության մեջ, թիրախավորման չինական բայդու, ուրեմն համակարգին է անցել, որը GPS-ի հավասար մի բան է, պարզապես չինական է։ Ուրեմն հարվածելու դեպքում Իրանին, որ շատ հնարավոր է, որ կարող են հարվածել, ստանալու են հակահարված։ Նախ եւ առաջ Իսրայելը եւ Միացյալ Նահանգների ռազմաբազաները եւ նավերը։ Բացի դրանից Հորմուզի նեղուցն է փակվելու։ Այդ նեղուցը հանգիստ կարող են փակել իրանցիները, այն շատ նեղ է, իրենք բազմաթիվ հնարավորություններ ունեն եւ տեղում կարող են ականապատել եւ իրենց փոքր այնտեղ սուզանավեր ունեն, հետաքրքիր իրանական տեխնոլոգիա է եւ փոքր հրթիռային նավակներ ունեն,
եւ վերջապես հրթիռներ ունեն, որոնք շատ մոտ են այդ նեղուցին, այսինքն այդ նեղուցը 100%-ով կարող են փակել, որքան էլ հարված են տարբեր միջոցների, միևնույն է, այնտեղ երկու հատ Սուզանավը փոքրիկ կամ երկու հատ նավակը բավարար է, որ այդ նեղուցը փակվի։ Իսկ այդ նեղուցը փակվելով համաշխարհային տնտեսությունը լուրջ հարված է ստանալու, որտեղ այդտեղից անցնում է նավթի եւ գազի մոտ 20-25% առևտրի, համաշխարհային առևտրի եւ մյուս պետություններն էլ, որոնք արդյունահանում են եւ վաճառում են նավթ, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Էմիրությունները, մյուսները, Բահրեյնը, սրանք բոլորը տուժելու են։ Եվ բնականաբար արձագանք ունենալու է։ Այո, եւ հարվածը հասցնվելու է նաեւ նրանց նավթային եւ գազային պաշարներին, այդ արդյունաբերական համալիրին։ Այդպիսի հարված մի անգամ տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերին, Եմենի հութիները հարվածեցին եւ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության 50%-ը մոտավորապես 2 ամսով շարքից դուրս եկավ։ Ընդամենը մեկ հարվածից, որին մասնակցել էր 2-3 տասնյակ ԱԹՍ եւ թևավոր հրթիռ։ Ընդամենը։ Իսկ կարծում եք բոլոր այս ռիսկերը Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ հաշվարկել է եւ այնուամենայնիվ հարվածի ամենականությունը փոքր։ Մեր պարագայում հետաքրքիր է նաեւ, որ Իրանից խոստացել են, որ կխփեն նաեւ ոչ միայն այդ տարածաշրջանի նավթային, գազային համալիրներին, որպեսզի այդտեղից մյուս պետությունները չկարողանան դեպի արևմուտք արտահանել իրենց նավթն ու գազը, դրանով իսկ հարվածելով եւ այդ պետություններին, որոնք Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, եւ արևմուտքին, Միացյալ Նահանգներին, նրանց տնտեսությանը, այլ նաեւ խոստացել են հարվածել ադրբեջանական նավթային եւ գազային ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ Բաքու-Ջեյհան գազատարին, որպեսզի այդտեղից էլ թույլ չտան դեպի Եվրոպա, դեպի արևմուտք գնացող մանավանդ, որովհետեւ Ալիևը եւ Ադրբեջանը դիտվում են որպես Իսրայելի դաշնակիցներ։ Բան Այվազյան, այստեղ հետաքրքիր է, որ շատ հաճախ Իրանին մեղադրում են դանդաղկոտության եւ հարվածելու կամ հակահարված տալու առումով դժվար որոշումներ կայացնող պետություն, այսինքն իրենց այդ զգուշավորությունը իրենց դեմ է աշխատում ըստ փորձագետների գնահատականների։ Արդյոք այս անգամ էլ շատ ավելի զգուշավոր չի գտնվի Իրանը։ Տեսեք, դուք խոսում եք քիչ առաջ բավական լուրջ տարբեր պետություններին հասցվող վնասի մասին։ Արդյոք Իրանը կգնա այդպիսի հարվածների, այդ թվում ինչու ոչ նաև Ադրբեջանում։ Այո, այս անգամ կգնա, իրենք դա շատ հստակ հայտարարել են։ Եվ պաշտոնական ամենավերջին հայտարարություններն էլ, օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված նամակներ, թե գլխավոր քարտուղարին ամսի 19-ին, այնտեղ նույնիսկ պաշտոնապես ասված է, որ այս պատերազմը կդառնա տարածաշրջանային, եթե մեզ հարված հասցվի, շատ պարզ է, դա արդեն իրենք բացել են, ինչ է նշանակում տարածաշրջանային պատերազմ, հենց դա է նշանակում, որ իրենք հարվածելու են Միացյալ Նահանգների բոլոր դաշնակիցներին, Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, որոնք տեղակայված են տարբեր պետություններում, Սաուդյան Արաբիայում են, Քաթարում են, նրանց գլխավոր Սենթկոմի հրամանատարությունը այս տարածաշրջանի, Բահրեյնում նրանց ռազմածովային ուժերի հրամանատարությունն է, Արաբական Էմիրություններ ունեն ռազմաբազա, Հորդանանում ունեն, Օմանում ունեն, Իրաքում դեռևս ունեն, այն Էրբիլում, քրդական շրջանում, կարող են նույնիսկ Ինջիրլիքին հարվածեն Թուրքիայում, եթե այնտեղից թռիչքներ իրականացվեն դեպի Իրան ռմբակոծելու համար, եւ Ադրբեջանին, որտեղ նույնպես կան արդեն իսրայելական բազաներ են, թե օբյեկտներ են, թե ինչեր են, բայց հաստատ կան այնտեղ։ Այդ թվում Արցախում եթե չի։ Այո, այս անգամ կհարվածեն, իսկ այն, որ Իրանը իսկապես իրեն զուսպ էր պահում մինչ այսօր, այդ բանավեճը հենց Իրանի ներսում կա, մի թևը քննադատում է մյուս թևին, որ շատ զուսպ է, շատ չի կարելի, միանգամից պետք է ուժը ցույց տալ, որպեսզի անընդհատ չկրկնվեն հարվածները։ Եվ այս անգամ արդեն գրեթե այսպես 100%-անոց համաձայնություն կա Իրանի քաղաքական իշխանության տարբեր թևերի մոտ, այդ թվում
այս բարենորոքիչ ռեֆորմիստական թևի մոտ, որը այսօր գլխավորում է Իրանը, այսինքն Փեզեշքյանը, առաջին արտգործնախարար, առաջին նախագահ Փեզեշքյանը եւ այլն, նույնիսկ սրանք են այդ մասին խոսել, որ այս անգամ եթե մեզ հարվածեցին, նույնիսկ եթե հարվածը եղավ փոքր, մենք շատ ավելի ուժգին հակահարված ենք տալու, որովհետեւ հասկանում են, եթե հարվածը եղավ փոքր, այսինքն ոչ շատ ուժգին, կետային ինչ որ մի քանի տեղի հարվածեցին, վերադառնալն հետո էլի որոշ ժամանակ անց մի քանի ամիս հետո կամ մի ամիս կամ կես տարի հետո էլի են հարվածելու, այդ պատժամիջոցները անընդհատ ոչ թույլատնելու փոխարեն ավելի ուժեղացնելու են, դրանից Իրանը չի շահելու։ Իրենք ուզում են արդեն, եթե այդպես է, երկրի գոյության հարցն է դրվում, ուրեմն պետք է հզորագույն հարված տանի, իսկ ինչի էին զուսպ, որովհետև հասկանում են, որ Իրանը նույնպես կրելու է շատ մեծ կորուստներ, Իրանը ենթակառուցվածքներն են ոչնչացվելու, նույն նավթային համալիրը կարող է ոչնչացվել, կառավարական շենքեր, ռազմական օբյեկտներ ամեն ինչին հարվածելու են, հազարավոր մարդիկ զոհվելու են, հասկանալի է Իրանի ղեկավարության համար, նրանք փորձում են խուսափել այդ ամենից, բայց եթե արդեն դրվում է երկրի լինել չլինելու հարցը, այլևս իմաստնել չի լինելու խուսափելու։ Այնպես որ մենք կանգնած ենք իսկապես մեզ համար սա մենք Իրանի հարևանն ենք։ Եթե այնտեղ տեղի ունեցավ պատերազմ, ինչպիսի հետևանքներ դա կարող է բերել, անձամբ ես կարծում եմ, որ նպատակներին իր Միացյալ Նահանգները չի կարողանալու հասնել եւ Իսրայելը, բայց ամեն դեպքում կարող են Հայաստան ներխուժել 100,000-ավոր, եթե ոչ միլիոնավոր գաղթականներ Իրանից։ Արդյոք այսօր մենք պատրաստվում ենք նման սցենարի։ Կարող է պատերազմը տարածվել դեպի Ադրբեջան, ասացի հարվածներ կարող են հասցվել, դրանից հետո ինչ կլինի, արդյոք Թուրքիան կմիանա եւ կպաշտպանի Ադրբեջանին, ինքը հարվածներ կհասցնի Իրանին, թե ոչ, արդյոք Իրանը հաշվի առնելով Իսրայելի հետ հարաբերությունները կարծում եք կմիավորվեն։ Ում հարաբերությունները, Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ արտաքնապես իբր վատն են, բայց իրականում Թուրքիան եւ Ադրբեջանը հատկապես ամեն ինչով օժանդակել են Իսրայելին այս վերջի տարիներին, երբ նա իրականացնում էր ցեղասպանություն Գազայում։ Իսրայելի ստացած նավթի մեծ մասը գալիս էր Ադրբեջանից, որը անցնում էր հենց Բաքու-Ջեյհանով, հոսում էր դեպի Իսրայել։ Իսկ ինչպիսի ուրիշ հետևանքներ կարող են լինել, նրանք ցանկանում են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պարզապես ոչնչացնել իսլամական պետությունը, Իրանի իսլամական պետությունը եւ տեղը մի քանի ուրիշ պետություն, մասնատել դա, հյուսային մասը թուրքական պետություն, որը գուցե կմիացվի Ադրբեջանին, թե առանձին կլինի, չենք կարող ասել, այնտեղ կա արաբական մաս, հարավ արևմուտքում, հարավ արևելքում բելուջներն են, այս բոլորին նրանք ուզում են խառնել իրար քաղաքացիական մեծ պատերազմ, այսինքն մի այնպիսի իրավիճակ ստեղծեն, ինչպիսին ստեղծեցին Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, որպեսզի Իրանը ահա այդպես տասնամյակներով խաղից դուրս գա առհասարակ, բայց սա կարծում եմ դժվար կլինի, որովհետև իրանական զինված ուժերը շատ հզոր են, իրանական պետությունը ունի բնակչության բավականին լայն զանգվածների աջակցությունը, ինչը ցույց են տալիս այս հունվարին մի քանի անգամ տեղի ունեցան միլիոնավոր ցույցեր ի պաշտպանություն Իրանի ուրեմն գործող իշխանության, նաև Իրանի պետականության, այդ ցույցերին մասնակցում էին նաև շատ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր հասկացել են, որ խնդիրը դրված է ոչ թե փոխել երկրի իշխանությունը, այլ խնդիրը դրված ոչնչացնել այդ պետությունը, որպես պետություն։ Բացի դրանից կա Ռուսաստանի եւ Չինաստանի պահը։ Եթե Իրանը ոչնչացվի, եւ Ռուսաստանը եւ Չինաստանը շատ լուրջ կորուստներ կունենան իրենց թիկունքը այստեղ մերձավոր արևելքում որոշ չափով ապահովում է հենց Իրանը, որոշ չափով չէ, շատ մեծ չափով։ Եվ նավթն է Իրանից գնում Չինաստանը, մոտ 70-80% նավթի Իրանից գնում է հենց Չինաստանը։ Եվ իր համար այդ ճանապարհները Իրանով են անցնում շատ դեպքերում, զրկվելով Իրանից
հերթը գալու է Չինաստանին եւ Ռուսաստանին, ուժեղանալու է թուրքական այս դաշինքը, որ նոր է կազմավորվում Թուրքիայի ղեկավարությամբ եւ Միացյալ Նահանգների այսպես խավորությամբ ասենք, դա է ուժեղանալու ճնշում գործադրելու համար եւ Ռուսաստանի վրա եւ Չինաստանի վրա։ Եվ դա էլ նշանակում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը չպետք է թույլ տան, որ Իրանը կործանվի։ Նրանք այս վերջին կես տարվա ընթացքում բավական օժանդակություն Իրանին ցույց են տվել արդեն իսկ, բայց պատերազմի ժամանակ, երբ իրավիճակը Իրանի համար դառնա, այսպես ասենք, ճակատագրական արդեն ինչ-որ մի փուլի հասնի, մազից կախված լինի, նրանք շատ ավելի ինտենսիվ, ռազմավարական համագործակցության համաձայնագրեր երկու պետություններն էլ ունեն, նույնիսկ ունեն այնտեղ համաձայնագրեր որոշ, որ միասին երեքով են ստորագրել, բայց առայժմ այն օժանդակությունը, որ Իրանին ցուցադրվում է ռազմական բնագավառում, բացայտ չի ասվում այդ մասին։ Այո, զինտեխնիկայի առումով։ Բացայտ, ասենք, մի քանի փաստեր գիտենք, ռուսական ուղղաթիռները վերջերս երևացին Թեհրանում, որոնք լավ ուղղաթիռներ են ռազմական, կարող են ապահովել հակաօդային պաշտպանություն նաև, տարբեր ուրիշ միսիաներ կարող են այսպես ասած իրականացնել։ Ռուսական S-300, S-400-ները կարծես այնտեղ են, ռուսական ռազմաօդանավերն են, այնտեղ որոշ թվով MiG-29-ներ կային, կարծես Սուեր էլ արդեն կային, չինական ռադարները ասացի, կայանքներ տարբեր, չինական այդ թիրախավորման արբանյակային համակարգին է միացված եւ ստանում է Չինաստանից այդ տեղեկությունները նաեւ Իրանը եւ չգիտենք շատ ուրիշ բաներ, որոնց մասին հետո կիմանանք արդեն, երբ որ պատերազմը եթե լինի, որտեղ ես այնուամենայնիվ կարծում եմ, եթե Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում ավելի ողջախոհ գտնվեն, այդ պատերազմը չեն սկսի։ Հասկանում եք, որովհետեւ իրենք չեն հասնելու իրենց ուզած արդյունքին, հակառակը կրելու են շատ մեծ կորուստներ, որոնք թանկ են նստելու հենց նույն Թրամփի վրա, քանի որ այս տարվա աշնանը նոյեմբերին սպասվում են միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգների կոնգրես, այնտեղ Թրամփին պարտվել չի կարելի, եթե նա այնտեղ պարտվում է, նրան պարզապես կհեռացնեն պաշտոնից, impeachment ասածը կիրականացվի շատ արագ, նույնիսկ գուցե բանտում հայտնվի, եթե դեմոկրատները հաղթեն միջանկյալ ընտրություններին եւ իր 4-ամյա ժամկետը չի էլ ավարտի։ Հասկանում եք, դա Թրամփի համար, իսկ Իսրայելը նույնպես մեծագույն կորուստներ կկրի։ Արդեն անցյալ 12 օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը լուրջ կորուստներ կրեց, հարվածներ ստացավ։ Այս անգամ, եթե Իրանը հասցրեց հարվածների իր նորագույն հրթիռներով, որոնք ավելի ճշգրիտ են, ավելի ծանր են, ապա երկու գլխավոր քաղաքները Իսրայելի, Թել Ավիվը եւ Հայֆան կարող են իրենց գլխավոր ենթակառուցվածքներով այսպես շարքից դուրս գալ, որպես աշխատող այսպես քաղաքներ այլևս չլինել։ Եվ չգիտեմ, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում Իսրայելում ինչպես են հաշվարկներ կատարել, որովհետև բազմաթիվ մասնագետներ են այդ մասին խոսում, նկարագրում, ասում են, տեսեք, Միացյալ Նահանգները բերել են մեծ թվով հակահրթիռային, հակաօդային պաշտպանության միջոցներ, համակարգերն են, պատրիոտներն են, Իսրայելն ունի իր համակարգ այդ երկաթե գմբեթը եւ այլն մի քանի ուրիշ համակարգներ ունի, բայց դրանք վերջին 12 տարիների այո, խոցելիությունը մենք տեսանք։ Այո, որովհետեւ բալիստիկ հրթիռների դեմ, հատկապես Իրան ունի նաեւ գերձայնային բալիստիկ հրթիռներ, դրանց դեմ պաշտպանություն գրեթե չկա։ Դրանց 90%-ը անցնում, խոցում է եւ անցնում է։ Եթե ոչ 95%-ը։ Հասկանում եք, այսպիսի մի իրավիճակ է, տեսնենք ինչպես կզարգանան, բայց ես կարծում եմ, ասում են, թե հենց այսօր կամ վաղը կարող են տեղի ունենալ հարձակումները, տեսնենք, դեռ ժամանակ մի առնվազն մի 10 օր էլ պետք է, որ այդ Ջերալդ Ֆորդը 7 օր 10 օր մինչև որ ավելի մոտենա, եթե նեղուցով, Սուեցի նեղուցով անցնելու լինի դեպի Իրան, տեսնենք, սպասենք։ Հետաքրքիր է, պարոն Այվազյան, որ չնայած պարբերաբար խոսվում է այն մասին, որ Հայաստանի Սյունիքի այս պահին անվտանգության Հայաստանի ամբողջությամբ, թերևս ինչու միայն Սյունիքի երաշխավորը հենց Իրանն է եւ Իրանի սահմանին մոտեցած զինտեխնիկան, որի մասին պարբերաբար փորձագետները նշում են, բայց Հայաստանը հայտնվել է
հակաիրանական բլոկում, սա մեզ համար, եթե ոչ այս պահին, ապա առհասարակ ինչ հետևանքներ է ունենալու։ Դա տեղի ունեցել, որովհետև հայկական վերնախավերը քաղաքական, վերնախավերն էլ ճակերտներում դնենք, այդ վերնախավերը, վայ վերնախավերը ինտեգրված են եղել ավելի շատ արևմտյան վերնախավերի եւ մասամբ ռուսական այս կառույցների մեջ, այդ երկուսի հետ են եղել։ Այսօր ամբողջությամբ ԿՊ-ն արևմտյան ուրեմն վասալն է ամբողջությամբ։ Արևմտյան թե ես կներեք իհարկե, որովհետև օրինակ իրապես արևմտամետները առհասարակ չեն ընդունում այդ թեզը, որ իրենք արևմտյան են, իրենք ասում են ադրբեջանա-թուրքական են։ Այո։ Իրենք մասամբ են ճիշտ ասում, այո, ադրբեջանա-թուրքական են, բայց նաև արևմտյան են, որտեղ արևմուտքն է մեզ հանձնել այսպես Թուրքիային եւ Ադրբեջանին, հասկանում եք, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենք են արևմուտքի վասալները, նրա կամ դաշնակից, ասենք Թուրքիայի պարագայում, ասենք դաշնակիցը, շատ կարևոր դաշնակիցը։ Հիմա էլ Ադրբեջանին են ասում շատ կարևոր դաշնակից։ Վենսի խոսքերը, եթե Բաքվում տեսել եք, լսել եք, ինչեր խոսեց նա ադրբեջանական զինված ուժերի մասին, թե նրանք որքան կարևոր են արևմուտքի համար ադրբեջանական զինված ուժերը, այդ ռազմիկները ադրբեջանցի ամենակատաղի ու ամենապինդ ռազմիկներից են աշխարհում, որոնք օգնել են մեզ Աֆղանստանում, որոնք վերջիններն էին, որ Աֆղանստանից հեռացան, մեզ համար անչափ կարևոր է նրանց հետ համագործակցությունը եւ դաշինքը եւ այսպես բան։ Նրանք իրենց համարում են դաշնակից վասալ նաեւ, այսպես։ Եվ որևէ ճնշում Ալիևի վրա, որևէ հարցում չկա։ Ոչ միայն Հայաստանի դեմ գործողությունների հարցում, այլև որևէ հարցում, օրինակ աշխարհում միակ պետությունը, որը դեռ պահպանում է կովիդյան սահմանափակումները իր բնակչության համար, Ադրբեջանն է։ Իսկ ինչու քննադատություն չկա, որովհետև իրենք են ասում, այո, դու այդպես պինդ պահիր, այդպես հենց բռնապետական ոճով էլ իշխիր, մենք դեռ հարցեր ունենք լուծելու։ Հայաստանի դեմ էլ ինչ որ պետք է, մենք հերթով քեզ օգնում ենք, դու իրականացրու։ Սա Թուրքիա-Ադրբեջանը չի միայն, սա նաև արևմուտքն է, պետք է կարդալ նրանց գրածը, ասածը կարդալ, լսել, խոսածածը, ինչպես են բնութագրում իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ։ Այնպես որ այդ վերլուծաբանները սխալվում են, պարզապես մեզ այսպես իջեցրել են իրենց վասալների վասալի կարգավիճակի, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանին հանձնել են, ասել են դուք կուրացիա արեք Հայաստանի իշխանությանը, դուք ասեք ինչ անի, ոնց անի, մենք ժամանակ չունենք, մենք այնտեղ ուրիշ հարցերով ենք զբաղվում, երբ որ պետք լինի կգաք կասեք, մենք ձեզ հետ ինչ որ մի բան կհամաձայնեցնենք։ Մնացած հարցերում հակասություններ արևմուտքի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ չկան։ Հիմա փուլ առ փուլ փորձելու են Հայաստանին այսպես թուրքական ոճով չէ, արևմտա թուրքական ոճով հարցերը լուծել Հայաստանի, սկսելով այդ թրիփ կոչված այդ միջանցքից, այսինքն Հայաստանից փաստորեն անեքսիայի ենթարկելով Սյունիքը կամ Սյունիքի մի հատվածը սկսում, հետո շարունակելու են մաս առ մաս Հայաստանին զրկել ինքնիշխանության այն մնացորդներից, որ մենք դեռ ունենք, գուցե թե չունենք էլ արդեն, պարզապես թղթի վրա դեռ մնացել են։ Պարոն Այվազյան, տեսեք, ասում եք իշխանությունների մեջ է խնդիրը, մենք այս տարի ունենք հնարավորություն այդ իշխանությունները փոխարինելու մեկ այլ իշխանությամբ, բայց մենք տեսնում ենք այսպես շատ ակտիվ աջակցություն արևմուտքից եւ ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլ նաեւ Եվրոպական միությունից հայտարարությունները բարբերաբար լսում ենք եւ մոլդովական սցենարի մասին բարբերաբար լսում ենք եւ այստեղ հետաքրքրական է, որ մեզ մոտ Հայաստանում իշխանությունները բարբերաբար պնդում են, որ Գյումրի երկուս չի լինելու։ Հիմա ձեր գնահատմամբ արդյոք այդ թույլ չենք տալու նաև ասում են, այդ թույլ չտալը նաև մոլդովական սցենարի կիրառումն է ենթադրում։ Անպայման չի մոլդովական սցենար, հենց այստեղ տեսնում եք զանգվածային բռնաճնշումներ են Հայաստանում։ Եկեղեցին մի օրինակ, Սամվել Կարապետյանը մյուս օրինակը եւ այդ բռնաճնշումները շարունակվելու են
Ընտրություններին ես չեմ հավատում, թե լինելու են ազատ-արդար ընտրություններ, որովհետև պարտության դեպքում ԿՊ-ն հայտնվելու է ուրիշ տեղ, ուրիշ վայրում։ Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ թվերը կնկարվեն, իսկ դրանից հետո կկիրառվի ուժային, այսպես ճնշման ձևով հարցը փակելու սցենարը, այնպես որ չգիտեմ, եթե խոշոր շատ ցնցումներ չեղան տարածաշրջանում, եթե լուրջ տեղաշարժեր չեղան, ապա այսօրվա դրությամբ ուժային սցենարը կիրառելով եւ թվեր նկարելով ԿՊ-ն կհաղթի եւ կմնա իշխանության եւ կշարունակի իրականացնել Հայաստանի թուրքացման ծրագիրը։ Պարզապես այդ դեպքում էլ, գիտեք, եթե կարծում են, թե հարցերը կլուծվեն, չեն լուծվի, որովհետև այդ ընտրություններից հետո, եթե ասացի, այս ավարտ ունեցավ եւ մեր ընդդիմությունն էլ բավական անատամ ընդդիմություն է, տեսնում ենք վերջին 1.5-2 տարվա ընթացքում գրեթե ոչ մի խոշոր ակցիա չի իրականացնել, չի էլ պատրաստվում, կարծես բացի քննադատությունից, սպասում է, թե այսպես այդ հասած պտուղը ինչպես է ընկնելու իր ձեռքերի մեջ։ Երևի ընդդիմությանն էլ են դրսից որոշ իրենց ուրեմն ուժեր ասել, որ դուք պահպանեք կրավորական այսպես դիրք, մի մտեք իսկական քաղաքական պայքարի մեջ, այլ շարունակեք բանավոր քննադատությունները եւ ժամանակը կգա, այդ պտուղը կգա կընկնի ձեր ձեռքը։ Չգիտեմ, այսպեսի մի իրավիճակ է տիրում, որովհետեւ Իսկ դուք կարծում եք որևէ տարբերակ չկա իշխանափոխության։ Այսօրվա պայմաններում երբեք ԿՊ-ն իշխանությունը չի հանձնի։ Երբեք։ Ոչ մի պարագայում, իսկ մենք տեսնում ենք, որ դատական համակարգը չկա, ասենք թե եթե նկարեցին թվերը ինչ են անելու, դիմելու են դատարան, չէ՞։ Դատական համակարգը ինչ է անելու, ասելու չէ ամեն ինչ նորմալ է։ Ոստիկանությունը ենթարկվում է ԿՊ-ին, այո, ենթարկվում է, ԱԱՑ-ն ենթարկվում է, բանակը ենթարկվում է, վերջ։ Պահանջել այդ ժամանակ ժողովրդից, որ ժողովուրդ ոտքի կանգնի, չգիտեմ, սա արա, նա արա, չի ստացվելու։ Որովհետև ժողովրդի հետ համապատասխան աշխատանքը մինչև այսօր ընդդիմությունը չի վարել, բացի բանավոր քննադատությունից։ Անմիջական շփում ժողովրդի հետ չունի ընդդիմությունը։ Միայն այդ հերոստատեսային շփումն է խորհրդարանային ալիքներով, վերլուծաբանների միջոցով եւ այլն։ Անմիջական շփում է պետք ժողովրդի հետ ունենային։ Ինչու այցեր են կատարում, պարոն Այվազյան, այդ այցերում դուք քանի հոգու հետ եք տեսել, որ հանդիպեն։ Օրինակ, ասենք, այդ հանդիպման դահլիճում 30 հոգի մարդ է լինում, ամենաշատը, թող լինի 40։ Դա չեղավ անմիջական շփում, դա չի շփումը։ Նախընտրական քարոզարշավը դեռ բուն իր Տեսեք, կաթողիկոսի դեմ, հայոց եկեղեցու դեմ այս հզոր հարձակման պայմաններում նույնիսկ ընդդիմությունը չի դիմում այն քայլերին, որոնց կարող էր դիմել։ Կարող էր դիմել, կազմակերպեր, ես ասել, որ երրորդ անգամ եմ ասում, մի մտավորականների, գիտնականների համաժողով կազմակերպեր, հրավիրեր, մի դահլիճ վարձեր։ Գիտեք, որ երրորդ անգամ եմ ասում, 2 ամիս է ասում եմ։ Էդ էլ չի անում։ Ինչից է վախենում։ Վախենում է, որ կարող է հայտնվեն ուրիշ դեմքեր ուժեր, որոնք իրենց ստվերեն այդտեղ։ Թող ստվերեն, ձեր համար կարևորը ո՞րն է։ Կարևորը Հայաստանի փրկությունն է, թե կարևորն այն է, որ անպայման դուք գաք իշխանության։ Կամ էլ թե չէ ինչից ստվերեն։ Դուք էլ եկեք, դուք էլ խոսեք, դուք էլ ծրագիր ներկայացրեք քայլ առ քայլ։ Առաջի քայլով էս ենք անում, երկրորդով էս ենք անում։ Բա հարցը հասել է նրան, որ տասնյակ հոգևորականների դեմ դատական հայցեր են ներկայացված, երկն են փակել, այո, հարցը հասել է դրան, եթե ընդդիմությունը հիմա այս աստիճան անատամ վիճակում է, ինչ պետք է լինի ընդամենը 5 ամիս հետո, ոչ մի բան էլ չի լինելու, այսպես էլ մնալու են։ Պարոն Այվազյան, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի այս նախընտրական շրջանում թերևս եկեղեցու դեմ արշավը ամենա իր համար խոցելիներից մեկը կարող է համարվել, որովհետև կարծես թե հանրության աջակցությունը այդպես էլ չի ստանում, այնուամենայնիվ ձեր գնահատմամբ ինչու է շարունակում այս արշավը։ Որովհետև հանձնարարություն ունի ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա,
հանկարծ թույլ չտալ, որ ժողովուրդը խելքի գա։ 1. Շեղել ժողովրդի ուշադրությունը շատ ավելի կարևոր խնդիրներից։ Այդ տեսեք, այո, օրինակ Սյունիքի մենք ճիշտ պետք է ձևակերպենք հարցերը։ Փաստորեն Սյունիքի հանձնելու այդ process-ից շեղել ուշադրությունը։ Նաև գտնել խավության նոխած։ Հիմա իդեմս հայոց եկեղեցու եւ հայոց կաթողիկոսի, հայոց հայրապետի գտնում է, փորձում է գտնել խավության նոխած, որ նրանք են հիմա էլ մեղավոր այս հարցերում։ Շեղելով այն ամեն ինչից, ինչը արդեն ինքը տապալել է։ Մարդիկ հիմա երբ խոսում են եկեղեցու վրա իշխանության հարձակումից, մոռանում են, չեն հասցնում խոսել նրանից, որ Արցախը կործանվեց, հայաթափվեց Արցախը, Հայաստանի տարածքները գրավված են, իշխող բարձունքները գրավված են, թշնամին շարունակում է ամրացնել իր դիրքերը այդ տարածքներում, մոռանում են խոսել Սյունիքի, ուրեմն հանձնելու, վաճառելու փաստորեն գործընթացի մասին են մոռանում խոսել։ Սա է ամբողջությամբ շեղեմ ուշադրությունը, միաժամանակ հարված եմ հայոց եկեղեցուն, որը հայ ժողովրդի ինքնության ամենահզոր պատվարն է, ինքնության կրող այդ, գիտեք, վերջին պատնեշներից մեկն է։ Հարված եմ այնտեղ, ստեղծեմ մի կոոպերատիվ եկեղեցի կամ մի քանի կոոպերատիվ եկեղեցիներ, բանակում թույլատնեմ եկեղեցու այդ գնդերեցների համակարգը լուծարվեց, ոչնչացվեց, հիմա բանակում կարող են հայտնվել, բացի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, ով ասես, կյանքի խոսք, եհովականների, որոնք կստանան իրենց սպայական բարձր գումար է կարգավիճակը կստանան եւ այնտեղ ինչ որ զրույցներ կվարեն հոգեբանական կամ չգիտեմ, ել չգիտենք ինչ զրույցներ կվարեն զինվորների հետ, փորձելով լուծել այն խնդիրները, որոնք լուծում էին մեր գնդերեցները եւ փայլուն էին լուծում այս վերջին տասնամյակների ընթացքում, որևէ զինվոր ես չեմ հանդիպել, որ գող չլիներ գնդերեցների աշխատանքից այնտեղ։ Իսկ նրանք փորձելու են լուծել մոտարապես նույն խնդիրները, որոնք լուծում են այս նորերը հոգեբանները, ռազմական հոգեբանները, անձնակազմի այդ աշխատանքի ուրեմն պատասխանատու մարդիկ մոտավորապես այդպիսի խնդիրներ են փորձել լուծել, բայց ավելի վտանգավոր կարող է դառնալ, եթե աղանդների եւ այլ դավանանքների ներկայացուցիչներ մտնեն հայոց բանակ։ Սա են լուծում միաժամանակ, որովհետեւ Ալիևից եւ Էրդողանից եկել է հրաման, որ հայկական բանակը պետք է թույլաtsվի այն աստիճան, որ գրեթե չլինի։ Հիմա տեսեք 2 տարվա ծառայությունից իջեցրել են 1.5 տարվա, թվականակը պակասեցրել են ավտոմատ կերպով դրանով իսկ։ Դա մեր գնդերեցների համակարգը ոչնչացրեցին, այսինքն կապը Հայաստանի հոգևոր, այսպես կապը կորում է։ Մարդկանց մարտունակության վրա կարող են։ Այո, եւ մարտունակություն բառն էլ դուր չի գալիս Փաշինյանի, ասում է պետք է մենք ունենանք ոչ թե մարտունակ բանակ, այլ պաշտպանունակ բանակ, որը անհեթեթություն է, աշխարհում բանակները հենց բնորոշվում են որպես իրենց մարտունակության, բարձր մարտունակության, ցածր մարտունակության եւ այլն, թող գտնի մեկ հատ լավ բանակ աշխարհում, որտեղ այդ պետության ղեկավարը կամ բանակի ղեկավարը կանգնի ասի, մեր բանակը ոչ թե մարտունակ է, այլ պաշտպանունակ է։ Այդպիսի абսուրդ ոչ ոք չի ասի։ Եթե բանակը քո մարտունակ չէ, այլ միայն պաշտպանունակ է, որը մի քիչ այսպես ոչ ավելի համակարգված տերմին է, որքան մարտունակությունը, ուրեմն բանակը լավ բանակ չի, եթե միայն պաշտպանունակ է, որտեղ պաշտպանությունը չի միայն պատերազմի իմաստը, պաշտպանվելով դու պետք է նաև հակահարվածներ հասցնես, հակագրոհների, հակահարձակումների դիմես, միայն պաշտպանությամբ պարտվելու ես։ Սա իր հերթին մի նոր կառավարությունը առաջարկ է, իդեպ չգիտեմ տեղյակ եք թե ոչ, առաջարկել է բանակ դպրոցներում նախնական զինվորական պատրաստության առարկայի բովանդակությունը եւ նաեւ վերնագիրը փոխել այդ առարկայի, դարձնել քաղաքացիական պաշտպանություն։ Այնտեղ թե կոնկրետ ինչպիսի փոփոխություններ են մտցվելու շատ հստակ չի ասված, բայց ասված է, որ այնտեղ բացակայում են մի շարք տարրեր քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ առաջին օգնությունը ըստ երևույթին, թե ինչ այսպիսի բաների մասին է խոսքը, բայց ինչու է անվանումը փոխում, որովհետև նախնական զինվորական պատրաստությունը ինքնին նախատեսում է որոշակի անմիջական շփում
զենքի հետ, տեղանքի հետ։ Գիտեք, դա այդ համակարգը մեզ այսպես ժառանգել ենք խորթային տարիներից, որոշ փոփոխություններ կրել է, որոշ փոփոխություններ դեռ ցանկալի է որ բարեփոխվի, շատ ավելի լավը դառնա, բայց մեր պարագայում, մեր պետության եւ երկրի նման մի երկրում մենք պետք է ունենանք շատ ավելի գործնական մի համակարգ, որտեղ շփումը զենքի հետ ավելի շատ լինի, ռազմահայրենասիրական դաստիարակությունը ավելի պինդ դրված լինի, տեղանքի ընթերցման հարցերը, այսպես ասած, կարողանան լուծել աշակերտները եւ այնպիսի բազային գիտելիքներ ստանան, որ բանակում իրենց մի քիչ ավելի հեշտ լինի։ Այստեղից մինչև բանակ, դպրոցից բանակ անցումը շատ ցավոտ չլինի։ Եվ իրենք ինչ որ գիտելիքներով այնտեղ մտնեն։ Տարբեր պետություններ կան, որ տարբեր ձևերով են այդ խնդիրներին մոտենում։ Այն պետությունները, որտեղ ռիսկային հանգամանքները շատ են, միջավայրը վտանգավոր է, սպառնալից է, թշնամիները շատ են, այդ պետություններում ավելի այսպես գործնական ուղու վրա են դնում։ Օրինակ Ուկրաինայում տեսեք ոնց է կոչվում այդ համակարգ, կոչվում է Ուկրաինայի պաշտպանություն, Защита Ուկրաինայի։ Իսկ մեր մոտ նախնական զինվորական պատրաստությունից ստանում են քաղաքացիական պաշտպանություն։ Սա նման է այն եվրոպական մի քանի պետություններին, որոնք ռիսկային միջավայրի մեջ չեն, սպառնալիքներ չկան, ասենք Իտալիան, Իսպանիան, ոչ մի պետություն նրանց այս պահին չի սպառնում, թեև հիմա ոնց որ թե Եվրոպայում են սկսել դեպի ավելի գործնական տանել, այնտեղ է կոչվում քաղաքացիական պաշտպանություն եւ այս փափուկ։ Հա, Ուկրաինա այնինչ պետք է փոխեին անունը, դնեին հենց Ուկրաինայի դրած վերնագիրը շատ էլ լավն է։ Պետք է լիներ Հայաստանի պաշտպանություն, այդ նախնական զինվորական պաշտպանություն, առարկայի անունը պետք է փոխվի, դրվի Հայաստանի պաշտպանություն։ Այդ թող ընդդիմությունը այսպիսի նախաձեռնությամբ հանդես գա։ Ռուսաստանում կոչվում է Основы защиты Отечества, ու ինչ որ էլի մի երկու բառ կար այնտեղ, այսինքն հայրենիքի պաշտպանության հիմունքներ։ Տեսեք, այստեղ էլ հայրենիք բառն է ընդգծում, բայց մեզանում չէ, ուզում են առածկական, ինչ որ փափուկ, տարեք, գնացեք, սովորեք առաջին օգնության միջոցներ, որ շատ կարևոր է, պետք է սովորել, բայց նաև զենքի հետ պետք է շփվել։ Անմիջականորեն, որովհետև մեր վտանգները ավելի մեծ են, քան որևէ այսօր աշխարհում բացի պաղեստինցիներից ամենավտանգված վիճակում հայերն են այսօր աշխարհում գտնվում։ Պարոն Այվազյան, վերադառնալով եկեղեցու դեմ արշավին, եթե թույլ տաք, ինչպես գիտենք, այնուամենայնիվ եպիսկոպոսատ ժողովը տապալվեց եւ դարձավ եպիսկոպոսած հավաք, նախ ուզում էի հարցնել, սա արդյոք կարելի է Փաշինյանի հաղթանակը համարել, ապա նաեւ դիրադավներին միացած Հովնան Սրբազանի հայտարարությամբ, Հովնան Սրբազանն իր հայտարարությամբ միացավ 25 եպիսկոպոսներին, սա ինչի մասին է առհասարակ վկայում։ Փաշինյանը եկեղեցու հետ հարցում պարտված է, երկարաժամկետ կտրվածքով եթե նայենք, նա արդեն իսկ պարտված է։ Արդեն այն պահից, երբ սկսեց հարձակումը, արդեն պարտված էր։ Մի բան էր պահանջվում, վեհապար տիրոջ այսպես կանգուն մնալը, աներեր մնալը եւ Սուրբ Էջմիածնի միաբանության համախմբվածությունը նրա շուրջը։ Այդ էր պահանջում, դա էլ կա։ Վերջ պարտված է, ուրիշ ոչինչ չի կարող անել, բանտ նստացնի, չնստացնի, հասկանանք խորհրդային միություն չէ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որ տանի գնդակահարի կաթողիկոսին, չգիտեմ, չթեև այնտեղ չեն գնդակարել, այլ կաթողիկոսներից մեկին ըստ որոշ տեղեկությունների խեղդամահ են արել, տանի քշի Սիբիր կամ չգիտեմ, ձերբակալի տարիներով Սիբիրներում պահի եւ այլն պայթեցնի եկեղեցիները, չի կարող այդ ամեն ինչը իրականացնել։ Այդպիսի ռեսուրս չունի։ Նրա ամեն մի ձերբակալությունը, ամեն մի սրբազանի ձերբակալը շատ թանկ է նստում իր վրա։ Այդ կարող է այդպես չի զգացվում։ Ինչ առումով է թանկ նստում։ Բոլոր առումներով, հասարակական վերաբերմունքի առումով, նույն հոգևորականության, հայ հոգևորականության ել ավելի ամուր իր դիրքերում կանգնելով, ամեն մի ձերբակալությունից հետո իմացեք, որ մեր հոգևորականներն ավելի են ամրանում։
Այդքան բանը չի հասկանում, որովհետև պատմություն չգիտեն, որովհետև չեն հասկանում ինչ բան է հայ առաքելական եկեղեցի, իսկական քրիստոնեական եկեղեցի, իսկական հոգևորականություն։ Չեն իրաց թվում է այդ հոգևորականությունը այդ կճոյան բան դրանք են, այդ տիպի մարդիկ են, որոնց կարելի է այս ճանապարհով կամ այն ճանապարհով գայթակղել կամ կոմպրոմատներով վախեցնել։ Բայց դա չի, մեր բարեբախտաբար մեր հոգևորականության մեծ մասը եւ արդեն երևում է բացարձակ մեծամասնությունը իսկական հայ հոգևորականներ են, որոնք նաեւ այս ընթացքում իրենց կոչումը ել ավելի լավ հասկացան, որ ապրում են Հայաստանում մի երկրում, որը պետականազուրկ է, չունենք պետություն մենք։ Հայկական պետությունը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, այն թղթի վրա գոյություն ունի։ Մնացած առումներով Հայաստանի Հանրապետությունը ենթակա է օտար ուժերին, ենթակա է օտար կառավարմանը։ Արտաքին կառավարումը շատ հզոր է Հայաստանում։ Վերնախ մեր իշխանությունները իրականացնում են դրսի պատվերներ ամեն գծով, հենց նույն եկեղեցուն հարվածելու գծով։ Եվ հայ հոգևորականությունը հասկացել է, համախմբվել է, մարդիկ ուսուսի կանգնել են, տեսնեմ ինչ է անել։ Ոչ մի բան էլ չի կարողանալու անել, ամենաշատը պետք է էլի փորձի բռնել, բանտ նստացնել, հետո տնային կալանք, դա մինչև երբ է ձգվելու այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը բերում է նաև հակադարձության։ Տեսնում ենք, որ Սփյուռքն է ակտիվացել, քանի որ հայկական եկեղեցին միայն Հայաստանում չի գործում, հայոց եկեղեցին, նաև Սփյուռքում է, Սփյուռքն է ակտիվացել, խոշոր դեմքեր, խոշոր կազմակերպություններ, խոշոր համայնքներ, օրինակ Ֆրանսիայում CCAF-ը, որ Ֆրանսիայի բոլոր հայկական կազմակերպությունների համահավաք կառույցն է, կոորդինացնող կառույցը, օրինակ Ամերիկայում այդպիսի կառույց չկա։ Այդ կազմակերպությունը շատ խիստ դատապարտել է եւ կանգնել է կաթողիկոսի եւ եկեղեցու կողքը, դատապարտել է Հայաստանի իշխանությունը։ Դա էլ է Ռուսաստանը արել, հասկանում եք։ Ռուսաստանը չէ Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավարը, չէ։ Կամ մնացած տեղերում կարող է Ռուսաստանն է մոդեռնա ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանին հանձնարարել, որ քննադատի Փաշինյանին եւ կանգնի կաթողիկոսի կողքը, ասի սխալ է այս ամեն ինչը, մենք եկեղեցու կողքն ենք, հայրապետի կողքն ենք։ Մենք Միացյալ Նահանգներում էլ ակցիաներ տեսանք։ Այո, դա է իրավիճակը, այստեղ մեզ բոլոր հարցերում մենք Ռուսաստանի մասին չխոսեցինք, որ շատ կարեւոր է։ Ցավոք սրտի Ռուսաստանը այս վերջին տարիներին փաստորեն ինչ-ինչ համաձայնություններ ըստ երևույթին ունենալով արևմտյան պետությունների Ամերիկայի հետ, նաև այդ ճանապարհով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Արցախը փաստորեն հանձնեց նաև մեր իշխանությունների հետ համատեղ համաձայնվեց, որ Արցախը մերը չլինի այլևս դա մենք։ Երկրորդը, իսկ հիմա Ռուսաստանը համաձայնվելու է Սյունիքի ոչնչացմանը, որ այդ ճանապարհով ենք մենք գնում, ապա որտեղ Սյունիքը հայաթափվելու է, եթե այսպես գնաց, միայն այն շինարարությունը, որը տեղի է ունենալու Սյունիքում, ել չգիտեն, գուցե Հայաստանի նաև ուրիշ շրջանների իրականացվի ճանապարհների կառուցում դեպի Թուրքիա, դեպի Նախիջևան, դա չգիտենք, բայց առայժմ եթե միայն Սյունիքը վերցնենք, միայն այդ շինարարության իրականացման համար ամերիկյան կողմը ստացել է բացառիկ իրավունքներ ըստ այդ համաձայնագրի ինքը իրականացնելու ում հետ ուզում է այդ շինարարությունը, ինչպիսի ներդրումներ ուզում է բերել եւ արդեն խոսակցություն կար Ադրբեջանի հետ, որ Ադրբեջանը ներդրումներ կատարի Սյունիքում, այդ ճանապարհների, մալուխների, հաղորդակցուղիների եւ այլն մնացած այդ գազատարների, նավթատարների համար։ Այդ դեպքում Սյունիքը լցվելու է օտար աշխատուժով, լցվելու է պարզապես հազարավոր մարդիկ են բերվելու, այդ թվում ըստ երևույթին թուրքեր, քրդեր, ադրբեջանցիներ, չգիտենք ելով, եւ շատ արագ մեր ձեռքից գնալու է այդ երկիրը, այդ երկրամասը, զրկելով Հայաստանին նաեւ Իրանի հետ կապից։ Արդյոք Ռուսաստանը այս ամեն ինչին համաձայն է։ Գուցե համաձայն է, չգիտենք, կերևա։ Դա է կերևա։ Այդ համատեքստում հետաքրքրական էր հայկական երկաթուղու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը, այն եւ կոչը օտարելու ռուսական կողմի եւ Ռուսաստանից հնչած հայտարարությունները, որը այո, Շոյգուի հայտարարությունները բավական կոշտ էին, տպավորություն է, որ Ռուսաստանը ամենևին էլ պատրաստ չէ զիջումների այս հարցում։ Այո, բայց այդ հայտարարությունները առայժմ միայն հայտարարություններ են,
եւ որևէ լուրջ ճնշում էլ Ռուսաստանի կողմից չենք տեսնում ոչ Փաշինյանի իշխանության վրա, ոչ Ալիևի վրա, ոչ էլ որևէ լուրջ գործողություններ ենք տեսնում։ Այսինքն այդ հայտարարություններից հետո Ռուսաստանը կարող է օրինակ վերցնել ու հեռանալ Հայաստանից, ասել դեր մենք ձեզ զգուշացրեցինք, մենք գնացինք։ Դա նշանակելու է, որ Ռուսաստանը համաձայնության է եկել Արևմուտքի հետ այս Կովկասը ամբողջությամբ հանձնելու, հեռանալու։ Իր Ուկրաինայի ճակատամար բանում ճակատներում ինչ-ինչ ուրեմն այդ պատերազմում ինչ-ինչ զիջումներ Թրամփից կամ մեկ ուրիշից ստանալու ուրեմն դիմաց, դրա դիմաց։ Բայց տեսնենք, գուցե այդ Շոյգուի հայտարարությունները իսկապես նշանակում են, որ Ռուսաստանը չի ուզում կորցնել Սյունիքը եւ Իրանի հետ Հայաստանով ուրեմն կապի հնարավորությունը, որովհետեւ եթե Սյունիքը կորում է, Հայաստանը շատ կարճ կյանքի ունենալու իր մնացած հատվածով, շատ կարճ, 1, 2, 3 տասնամյակ հետո Հայաստան չի լինելու։ Ուրեմն դրանից հետո Ռուսաստանը կտրվում է Իրանից, որը իր համար սարսափելի կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Եվ նույնպիսի նշանակություն ուներ, օրինակ Արցախից երբ այդքան հեշտ Ռուսաստանը հրաժարվեց, սա գիտեք ինչ, կասկածներ է առաջացնում, որ կարող է Հայաստանից էլ հրաժարվի։ Չգիտենք, տեսնենք, այնտեղ էլ իրավիճակը անընդհատ այսպես շարժվում է, բայց թե որ ուղղությամբ ժամանակը ցույց կտա, անհայտները շատ են։ Շնորհակալ եմ շատ, պարոն Այվազյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, զրուցում էի պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետևում եք։